Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, օրը կրկին ուրբաթ է, այսինքն դուք դիտում եք ձեր սիրած հաղորդումը, անջատեք այդ հաղորդումը, միացրեք առաջին ալիքը, որովհետև եթերում այլ կերպն է։ Այսօր ունենալու ենք ընտանեկան հաղորդում, որովհետև մեր հաղորդման հյուրընկալել են այրեր եւ կիներ, այլ կերպ ասած կանայք։ Նույն թիմում խաղալու են Էվելինա Շահիրյանը, այլ կերպ ասած դերասանուհի, ով տատիկի հետ Instagram-ում սիրուն վիդեոներ է անում, եւ Հովհաննես Ղազարյանը, այլ կերպ ասած մարդ, ով աշխատում է փողատուն բերում, որ Էվելինան ժամանակ ունենա Instagram-ում տատիկի հետ սիրուն վիդեոներ անի։ Ծափարենք այս հրաշքին։ Նրանց դեմ կխաղան դերասանուհի Լիդիա Գրիգորյանը, այլ կերպ ասած պերմանենտ մեյքափի միակ մասնագետը Հայաստանում, ով Համլետ է խաղացել։ Եվ դերասան Գագիկ Մկրտչյանը, այլ կերպ ասած դաջվածների մասնագետ, ով դաջվում է նաև հանդիսատեսի սրտում։ Ծափահարենք։ Իսկ հաղորդումը կվարի Տարոն Իսպիրյանը, այլ կերպ ասած տղամարդ, ում ձգողականությունը ավելի ուժեղ է, քան երկրի ձգողականությունը։ Բարև ձեզ Ժորժ ջան, ոնց եք։ Հրաշալի։ Լավ եք, պատրաստ եք այսօր խաղային, այսօր ստուգելու ենք ձեր ընտանիքների ամրությունը։ Ես ձեզ մաղթում եմ հրաշալի խաղ, մոռացեք, որ դուք ընկերներ եք, ու գնանք առաջին փուլ, ու տեսնենք ինչպես եք խաղում։ Սիրով։ Առաջին փուլ, մասնակիցներին տրվում են քարտեր, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է 7 բառ։ Նրանք պետք է 1 րոպեում կարողանան թիմակցին բացատրել այդ բառերը այլ կերպ, չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն։ Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ։ Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել։ Յուրաքանչյուր գուշակած բառը մեկ միավոր է։ Հիմա տեսեք, պետք է որոշենք ով է սկսում խաղը։ Առաջին փուլում քար մկրատ թուղթ խաղի շնորհիվ կորոշենք ով է սկսում ամեն թիմից մեկական մասնակից։ Ձեր թիմից ով կխաղա, դու լավ ես քար մկրատ թուղթ։ Քանի որ ես շատ եմ խաղում, օրը 2-3 անգամ տարբեր մարդկանց հետ։ Իսկ ինչի համար ես խաղում։ Օրինակ առաջինը սուրճը, ով է սուրճը դնելու։ Ահա, երկրորդը գնացի աշխատանքի, բան, ով է, որ ճիշտ լինի, բայց ես գիտեմ մի գաղտնիք, որով ես միշտ հաղթում եմ, հիմա կփորձեմ։ Պաուզա ես, պաուզ։ Ոչ, Սենց վերջ։ առաջինը գիտեմ որն ենք անում։ ինքը ընդհանուր հոգեբանությունը գիտի քար մկրատ թուղթի։ Չէ, եղել է որ հաշվարկս սխալ է եղել, բայց այսօր փորձեմ նոր։ Տեսնենք։ Կարող ենք։ Մեկից վերջնը չկա, ինչպես ասում են։ 3-4։ Այսօր պարտվեցի։ Խախտեց բոլոր կանոնները։ Պրեմիերա մեր եթերում։ Այսինքն ով է սկսում։ Այսինքն որոշումը Հովհաննեսը ով է սկսում։ Հովհաննես ով սկսի։ Դուք կսկսեք թե կփոխանցեք ձեր ընկերներին։ Չէ, ես երևի փոխանցեմ մեր ընկերներին, մի քիչ նայեմ ուրախանամ։ Տեսե փորձը շատ է, գոնե ասել ես շատ եմ խաղացել։ Իսկ ով կսկսի գաք, դու կսկսես թե կնոջդ կզիջես։ Մի հատ էլ հիմա քո հետ անենք արի։ Ով պարտվեց սկսում է։ Ինչ լավ է, կյանքում էլ հարցերը սենց լուծում են։ Ով է վարկը մուծում։ Ոչ միայն։ Ահա։ Հիմա ինչ։ Ես եմ որոշում։ Չէ, հիմա դու հիմա սկսում ես, դու պարտվեցիր։ Դու պարտվեցիր։ Այո։ Լիդիա, ես ձեզ մաղթում եմ լավ խաղ։ Դուք ունեք 1 րոպե ժամանակ, ժամանակը սկսված է։ Ջիվան Գասպարյանն է նվագում։ Դուք։ Ճիշտ է։ Չես սիրում տանը, երբ որ երեխեքը շատ են։ Աղմկում։ Կարճ է դրա։ Աղմկել։ Չէ, կարճ է։ Աղմուկ։ Ճիշտ է։ Հագուստ են գնում գնելու։ Շոփինգ։ Չէ, երբ որ լինում է, ինչ, չէ, հայտարարվում է մեծ Սեյլը։ Ահա հայրեն։ Սեյլը, ես համարում եմ սեյլը ճիշտ պատասխան, զեղչ բառն է, շարունակենք։ Կենթանիա, որը որ գոյություն չունի, ինքը ճապոնական Դրակոն։ Ահա։ Հայրենը, դրա խնդրում եմ այս անգամ, այո։ Յո, բայց չէ։ Անցեք ավելի հեշտ բառի եթե կգտնեք։ Վայ, ես ինչ ստոպամոտ ես։ Դա πάει լավ է։ Ունեք դեռ ժամանակ մի փոքր։ Երբ որ շատ բարձր բաներից են խոսում ու շատ վեհ, ինչպես է կոչվում դա, օրինակ Պաթոս։ Պաթոս բառն է։ Խոսացող մարդիկ իմ համար մեծամիտ են, է։ Իսկ ածղաթթու գազը օրինակ դժվար էր բացատրելը։ Հա, ավելի թթու, ավելի քան բան։ Ավելի թթու քան։ Ավելի թթուն դուվելը Դասեր ինչով ենք խորոված անում։ Գազը չէ, դիասը ինչ։ Շատ լավ մեկնարկ է իմիջայելուց, որովհետև 7 բառից դուք կեսից ավելին գուշակել եք 4 միավոր վաստակեցիք։ Եկեք ծափահարեք Գագիկին եւ Լիդիային։ Ես կարծում եմ սկզբի համար վատ։ Սկզբի համար շատ լավ էր, դուդուկով սկսեցինք, բայց շատ ուրախ վիշապով ավարտեցինք։ Հիմա անցնենք ձեզ, Էվելինա։ Ես եմ բացատրում։ Այո,
շրջանը, այսպես է հիշեք, որ առաջին փուլում կա երկու շրջան, այսինքն երկուական իրավունք ունեք դուք բացատրելու, այնպես որ դեռ նոր ենք սկսել առաջին փուլը, արդյոք լիքը լավ պահեր կան։ Մաղթում եմ լավ խաղ, Հովհաննես, ես բարիս պետք է հասկանանք նոր եք ամուսնացել, վայ։ Հասկանանք մնում ենք ամուսիններ։ Այո, Անայնի եթերում տեսնենք, թե ինչպես կավարտվի նրանց սիրո պատմությունը։ Եվ դուք ունեք 1 րոպե ժամանակ։ Որ նստում ենք հաց ուտելու ինչի վրա ենք նստում, ուտելիք ինչի վրա ենք դնում։ Սեղան։ Ահա։ Գնում ենք ներկայացում նայելու, հետո ինչերով ենք իրար հետ փոխանակվում։ Կարծիք։ Ճիշտ է, բրավո։ Հացի ինչի են կարդում, որ սպասում են։ Հերթ։ Այո, ճիշտ է։ Բարի ինչն է գալիս հենց թևիկներով։ Հերի։ Ճիշտ է, բրավո, շարունակեք, այ չէ, լավ է։ Շաքարավազ չէ։ Աղ։ Դրան ավելացրու նաև ինչ ես ուտում պարտադիր որ խմորը հանում ես։ Խմոր։ Խմորը որ հանում ես, ահա, միացրու իրար։ Աղ ու հաց։ Ճիշտ է, բրավո։ Ռեժիսորը ներկայացում ինչ է անում։ Բեմադրել։ Ահա, հիմա սա ոնց բացատրեմ։ Շեքսպիրը ունի գրված շատ են իր մոտ։ Ահա, հիմա մի տարը փոխի սոնետի։ Մի տարը փոխել։ Ահա, Սոնետ։ 1, 2, 3 հաջորդը որ թիվն է։ 4։ Հիմա 4-րդ տարը փոխի։ Սոնատ։ Այո, ճիշտ է, անցեք հաջորդ բառին, ճիշտ է։ Ինչի շնորհիվ են կարողանում երգել։ Ձայն։ Ահա, հիմա Ստոպ։ Ափսոս, դուք անցաք երկրորդ խաղակարտին, շրջած դրեք, այո, արդեն այդ քարտը չեն կարող օգտագործել։ Եկեք ծափարենք, 7 բառ գուշակեցին, անգամ կարողացան անցնել հաջորդ խաղակարտին, ուղղակի արդեն ժամանակը թույլ չտվեց, բայց որպես նոր ամուսնացած զույգ շատ լավ լեզու եք գտնում կենցաղում։ Որ եկանք ասեցի ես չեմ կարողացել քնել, բայց ես ուղղակի մտքերով էի, բայց իրանք հասկացա, որ ամբողջ գիշեր խաղացել են, պատրաստվել են։ Այո, ես քո զարմանքը ընթացքում նկատում եմ, որ Ես PlayStation եմ խաղացել իսկ դուք քանի տարվա ամուսիններ եք։ Հեռավոր 2004-ին Լիդիան եկավ ինձ տեսավ ու սկսեց։ Ժոր դու 21 տարեկանի տեսք ունեք ինքան երիտասարդ եք, դու 21 տարի ամուսնացած եք։ Տանը նստած ծափար են 21 տարվա զույգ ու այսքան երիտասարդ ու այսքան գեղեցիկ։ Շատ լավն եք, բայց սա խաղին չի վերաբերվում, որովհետև սենց ընտանիքներ են քանդել։ Ես ես տալիս եմ 1 րոպե ժամանակ, մաղթում եմ լավ խաղ։ Գնացինք, 1 րոպե ունեք։ Երբ որ սելֆի են անում ու Դիմանկար։ Ճիշտ է, բրավո։ Ինչ են ուզում հայերը գնան ու ստանան ուրիշ երկրում, որը մի 12000 կիլոմետր հեռու է, իրենց երազանքն է այդ գնան քաղաքացի դառնան։ Ասել եք բառը, բառարմատ եք օգտագործել քաղաքացի բառը, անցեք ուրիշ բառ։ Հասկացա, որ պատասխանատու է ֆինանսների համար։ Մասնագիտություն է դա։ Հայերեն ասա։ Ճիշտ է, բրավո։ Որ օգնում է մարդու, ով որ զբաղվում է առողջությամբ, նրա օգնական է։ Բայց ճիշտ է, բրավո։ Որ ես չեմ սիրում, ինքը սպիտակ գույն է, դրա այն տարբերակը, որ թթվասեր, մառոժնի, բայց դրա բան տարբերակը։ Այդ տարով Չէ, սպիտակ գույնի։ Այն ամենաթեթևը որ գիշեր հետ են թողում վարում։ Չէ, կաթի մյուսը երևի էլի ավելի շուտ է տենց։ Կաթ ինչ։ Կաթ նախուր։ Ինչ են ասում։ Ինչ ափսոս։ Աշխարհով ինչքան կատնամթերքի տեսակ կար Լիդիան ասեց բացի մածունից։ Մածուն։ Կաթ, յոգուրտ, կեֆիր։ Ես ասեմ գաղտնիք Կաթնախպյուր։ ուր են ասել։ Չէ, ուղղակի քանի որ ես ասեմ գաղտնիքը, կատնամթերքի ոչ մի տեսակ չեմ ուտում, դրա համար սկսեց տվել։ Այնքան ինքը քեզ լավ է ճանաչում ամեն դեպքում։ Բայց մնացածը այնպես լավն է, օրինակ տոնածառը բան կարա ենք էլի։ Բայց լավ էր, 3 միավոր շատ լավ չէր, բայց 0-ից ցանկացած վերև թիվ լավ էր իրականում, որովհետև դեռ արդյոք լիքը փուլեր կան, կհասցնեք վաստակել միավորներ։ Հովհաննես, առաջին շրջանը դուք պետք է եզրափակեք։ Սկսեցինք, դուք ունեք 1 րոպե ժամանակ։ Ինչ ա վարում Արսենը։ Հմեկով ցույց են տալիս։ Ճիշտ է, բրավո։ Ես ինչ եմ։ Առնական ինչ եմ։ Օ, բրավո, ինչ լավ է։ Ինչ ենք կնքում իրար հետ, որ սկսում ենք աշխատել։ Հոմանիշը պայմանագրի։ Ուր եմ ես գնում, ինչ եմ անում։ Որ փող աշխատեմ, ինչ եմ անում, որ փող աշխատեմ։ Աշխատում ես։ Աշխատանքի հոմանիշը։ Գործ։ Ինչ ենք կնքում։ Չգիտեմ։ Անցեք հաջորդ բառը, մի կորցրեք ժամանակ։ Որ բան ես հաղթում, ինչ որ Ճիշտ է։ Որ ինչ որ մրցույթ է շահում, ինչ են տալիս քեզ, sense մեծ բանա չէ ինքը, բաժակի նման բանա, բայց մեծ ինչ որ։ Ասա։ Գավաթ։ Ճիշտ է։ Արտուր Ալեքսանյանի մականունը։ Արջ։
Սպիտակար։ Ճիշտ է, բրավո։ Գյումրեցի է, ոնց մի անգամից կողմնորոշվեց։ Ինչ եմ անում ես դահոլով, դաշնամուրով։ Նվագել։ Մեղուն ինչ է հավաքում մեղը շարքելու համար։ Ծաղկի փոշի, ծաղկափոշի։ Ճիշտ է, բրավո, ստոպ։ Էս ինչ ստաբիլ զույգ եք։ Սենց չի 2-7 միավոր են վաստակել։ Մենք անցանք երկրորդ շրջան։ Կրկին դուք եք, Լիդիա, ամեն ինչ արեք, որ մաքսիմում միավորներ, որովհետև ձեր հակառակորդները առայժմ ձեզանից մի փոքր լավ են հանդես գալիս։ Ես ձեզ տալիս եմ 1 րոպե ու մաղթում եմ լավ խաղ։ Մենք ինչ ենք խաղում, այսօր ինչ ենք խաղալու։ Ինչ ենք խաղալու, ներկայացում։ Միլիարդը չի, մի քիչ։ Միլիոն։ Շարունակենք։ Ներկայացումից հետո ինչ ենք ստանում։ Ծաղիկ, հա։ Շատ ծափարություններ։ Շատ առաջինը ծաղիկը, շատ ծաղիկներ, Ծաղիկ բառը օգտագործել եք ծաղիկ։ Ինքը ասել արդեն ծաղիկ։ Ասել եք, օքեյ, շարունակում ենք ներողություն։ Տատուներ ինչ ենք անում ճապոնական ինչեր։ Հիերոգլիֆներ։ Ճիշտ է։ Որ ասում են կենթանիա սողունա։ Օծ։ Մենք ինչով ենք խոսում։ Օծի լեզու։ Ապրես։ Ոնց ասեմ, առաջին գիրք, որպես այդպիսին, որը կապված է վերևի հետ։ Աստվածաշունչ, մանկական աստվածաշունչ։ Հետո Ստոպ, ես էր երևի թե այտենց կպատասխանեի, սրբագրել բառներ։ ուրիշ կեր բացատրել։ Իմիջիայլոց դուք միլիարդ բառում մի փոքր սխալ եք թույլ տվել, որովհետև միլիարդ եւ միլիոն ունեն նույն արմատը՝ միլ։ Ափսոս, բայց սա թաքնված չարաճճություններ են մեր կողմից, սա չենք հաշվում եւ ընդհանուր չեմ նկատում, չէ՞ ես։ Չէ, չես նկատում։ Ամեն ինչ կանոնների մեջ է, դուք վաստակեցիք 4 միավոր, ինչը լավ է, մի տխրեք։ Մենք էլ ենք ստաբիլ, ոնց որ մեկն էլ է, չէ՞ 4։ Այո, դուք էլ եք ստաբիլ, կարևորը կյանքում ստաբիլությունը հավատացեք։ Հետո տարիքն իրան ասում է։ Մի քիչ նստել ենք, էլի 7 միլիարդ եւ միլիոն բառի մեջ 10 հոգուց ես կասեմ 10-ը կսխալվեն, որովհետեւ չես մտածում, որ դա բառարմատ է, բայց իրականում դա բառարմատ է։ Հերթը ձերն է, Էվելինա, դուք շատ լավ եք հանդես եկել առաջին շրջանում, մաղթում եմ նույն կերպ խաղաք։ Գնացինք, դուք ունեք 1 րոպե։ Լսի, որ ասում են ինքը նորա կամ հնա ինչ է, որ հակու կապը։ Նորավոճ։ Մենակ վերջի բառը։ Ճիշտ է։ Այն ինչ են գցում ձուկ բռնելու համար։ Բան, ինչ է դրա հայերեն։ Կարտ։ Այն որ sense հատիկներ ունի է, աճում է օգոստոսին, այդ ինչ է։ Հատիկներ։ Հա, համով ուտելու բան է, որ մայրը մասնատեսին տոնին տանում ենք եկեղեցի։ Գինի ենք ստանում դրանից։ Գինի ենք ստանում դրան։ Հիմա դրա տառով։ Ինչն ես գցում։ Խայծ։ Չէ։ Անցեք ուրիշ բառը, ժամանակ շատ եք կորցնում։ Ֆինանսներով զբաղվողը ինչ են այդ հաստատությունը։ Նախարարություն։ Նիկանքո ինչն է։ Հաշվապահ։ Հիմա այդ ընդհանուրած Ճիշտ է։ ապրես, որ վատ ենք զգում, ինչ ենք դնում թևի տակ։ Ջերմաչափ։ Ճիշտ է։ Խելագա, չէ, բառ ասացի արդեն։ Կարմիր սպիտակ այդ ինչ է։ Գույն։ Հիմա որ ապահովում ես ընդհանուր ինչը, գուն, Գունեղ։ Գունային։ Գունայինը ասել եք, անցեք վերջին բառին, ափսոս։ Մատնա ինչ ես անում։ Ստոպ, ցուցադրել։ Ես շատ վատ խաղացինք։ Այստեղ 3 միավոր վաստակեցիք, բայց ընդհանուր 10 միավոր եք գրել այս փուլում, այնպես որ մի նեղվեք, մի տխրեք, դուք շատ լավ եք խաղում, եկեք ոգևորենք ձեր կնոջը։ Առաջինը դուք պետք է ճարտարեք։ Ես սա բառում եմ։ Ես վստահ եմ դուք մեկը հաղթելու եք։ Իմիջայլոս խարիսխը, որը չգուշակես ձեր ամուսինը։ Սխալ եմ ասել։ Հա, որտեվ ինքը նավի են ցենց են երկաթային։ Ես խայծը ճիշտ է։ Յակորն է։ Ներեք խառնացի։ Ահա, բայց շատ լավ եք խաղացել։ Գագ ջան, հույս ունենք որ դու էլ գոնե տենց կխաղաս։ Հավատա քո ուժերին։ Մի վարքան արտնացի։ Մի վարքան արտնացի։ Մենք կարող ենք խանգարել ընթացքում, թե չէ։ Ոչ։ Առայժմ ոչ, ես կասեմ այդ պահը երբ կգա։ Ես կարծում եմ դու բլթակես քաշես։ Կարաս թարախավարին նայ։ Ես էլ ունեմ։ Գնացինք, 1 րոպեն սկսված է։ Так, ինչի վրա ես խաղում ներկայացում։ Բեմ։ Ճիշտ է, ոնց է։ Ընդհանրապես արվեստագետները, մարդիկ, ովքեր ինքնակրթությամբ են զբաղվում, ընդհանրում, իրանք ովքեր են համարվում ինչեր, այսինքն նկարիչները, բան ընդհանուր իրանք որպես մտածողներ։ Այդ նրա ուրիշ ձևը։
Անցեք ուրիշ բառի չեք գտնում։ Մտավորական։ Ճիշտ է, բրավո, անցեք հաջորդ։ Ես ամենաշատը ինչ եմ սիրում կրակի վրա պատրաստել ուտել։ Խորոված։ Ճիշտ է, ողջ։ Ինչա կոչվում, որ ինչով որ տեղափոխում ես որոշակի բաներ, որը որ մեկ կամ լինում է թեթև, կամ լինում է տոպրակ։ Ահա, ինչա կոչվում դա, այդ ընդհանուր Կամ լինում է թեթև, կամ լինում է Իմ մասնագիտությունը, որով որ ես զբաղվում եմ, դա ինչ է համարվում նաև որպես ընդհանրապես։ Լավ ասած որպես ընդհանրապես։ Որը որ Ուրիշ բառ կա, որ կարող եք Տեղափոխում ենք։ Ստոպ։ Ափսոս, բայց այս անգամ դուք շատ լավ բացատրեցիք։ Ձերքի շնորհ, չգիտեմ Դուք ոչ այնքան լավ գուշակեցիք։ Ծանրոց բառներ, թեթևի հակառակը ծանր։ Որ տեղափոխում ենք։ Եվ սողունը օծ, ծանր օծ։ Այդ այնց կարող եք բացատրել։ Կարայի։ Ծանր օծ։ Իսկ ձերքի շնորհքը այդ էր բացատրում, որ համել ձերքի շնորհքը։ Ես կապեցի մեկը մյուսով։ Դե ինքան բան կա։ Խառնվեցի ձերքի շնորհքը որպես առանձին բառ չէի ընկալում այդ րոպեին։ Իմիջայլոց ովքեր չգիտեն, ես այսօր եմ իմացել ու ահա որ զարմացել եմ, Գագիկը լինելով չնեղացնելով բոլորին համար 1 դաջվածք ստեղծողներից մեկը, չնեղացնելով բոլորին, չունի դաջվածք։ Ինչու։ Ես ամեն անգամ նախընտրում եմ տարբեր կերպ պատասխանեմ այդ հարցին։ Իսկ այս անգամ տարբերակներ եղել են, որովհետև ցավում է։ Երկրորդը, որովհետև գումար չունեմ։ Երրորդ տարբերակը կինս չի թողում։ Չորրորդ տարբերակը թատրոնում եմ խաղում, ինչ չի կարելի, հետո դա դժվար է ծածկել։ Հինգերորդ տարբերակը այսօր որ կասեմ, ես թիթիզ չեմ։ Վաու, ծափարենք հրաշալի պատասխանի համար։ Չէ, տարբերակ եղել, կմեծանամ կանեմ։ Խոսքը տալիս էլի տարբերակներ մտածեմ։ Չկա ժամանակ։ Ապրեք, 3 միավոր վաստակցիկ, դուք շատ լավ խաղացիք այս անգամ, չնայած որ ձեր կինը չկարողացավ գուշակել մի երկու հեշտ բառ, բայց ոչինչ, արժում լավ փուլեր կան, վստահ եմ լավ հանդես կգաք։ Հովհաննես, եզրափակում ենք առաջին փուլը։ Ես ձեզ միանգամից ուզում եմ տալ 60 հատ 1 վայրկյան ու դուք բացատրեք ու կորզեք միավորներ։ Սկսված է։ Ինչ չկա որ շունչը լինի։ Քաղաքի մյուսը։ Գյուղ։ Ճիշտ է։ Ինչ Հայաստանի Ինչ ունեմ, որ կտրում եմ։ Երակ։ Չէ, որ կտրում եմ, ինչ եմ լինում, վրես ինչա լինում։ Օվկիանոսի վրա բանա գնում սենց ինչա գնում։ Տիտանիկը ինչա։ Նավ։ Ահա, այդ տեղը, որ հավաքվում են, այդ ինչա կոչվում։ Այսինքն նավահանգիստ։ Մյուսը։ Նավա Ձեր մարդը որ նստում հիշում է իր ինչ տարիները։ Երիտասարդություն, այդ մյուս բառը դրա մյուսը հոմանիշը դրա։ Երիտասարդից մի քիչ էլ ներքև էլի։ Պատանեկություն։ Որ գնում ես բժշկի հիվանդությունդ ինչ անում բժիշկը։ Չէ, որ սկզբից ճոգում է։ Ահա այդ բառը։ Նավա լավ մյուսը։ Ախտորոշել։ Ոչ, ախտորոշել բառը չէ։ Ախտորոշում։ Այո, ճիշտ է։ Լավ, ավարտվեց։ Ինքը իրա, ինչպես ասում են, այգին չի ջրում։ Ու հուշում է որ ախտորոշում։ Այ մար դու քո դարդով տապացի։ Ես չի ուզում օգնել, ես դուք ես ճիշտ եմ հասկացել։ Ճիշտ ես հասկացել, ուրիշին էլ լավ։ Ոչ եմ խաղում տխրում եմ։ Մի հատ ես դու կամ մի հատ հետո ես իրանց ուշեմ, թե բրձափուլ։ 4 միավոր վաստակեցիք, շնորհավորում եմ։ Շատ լավ հանդես եկաք բոլորը, երկու թիմերն են։ Առայժմ հաշիվն է 21-14։ Օգուտ Էվելինայի եւ Հովհաննեսի եկեք ծափարենք առաջին փուլի հաղթողներին։ Բայց երկրորդ փուլը ավելի բարդ է, ու տեսնենք դուք ինչպես հանդես կգաք, այնտեղ շատ դժվար է լինելու։ Տեսնենք։ Հրթիռվենք երկրորդ փուլ, տեսնենք ինչպես են հանդես գալիս այս հրաշք զույգերը։ Մենք երկրորդ փուլում ենք։ Մասնակիցներից յուրաքանչյուրն իր թիմակցին պետք է 1 բառով հուշի քարտի վրա գրված բառը։ Եթե հաջողվի, թիմը կստանա 5 միավոր։ Եթե չհաջողվի, խաղի իրավունքն անցնում է հաջորդ թիմին։ Մյուս թիմի մասնակիցը կարող է ավելացնել եւս 1 հուշող բառ, որպեսզի իր թիմակիցը կարողանա գուշակել։ Եթե հաջողվում է, նրանց թիմը ստանում է 4 միավոր։ Եթե չի հաջողվում, խաղը կրկին անցնում է հաջորդ թիմին։ Այսպես 4 անգամ եւ ամեն անգամ միավորների քանակը նվազում են։ Բավականին բարդ փուլ է, ընկերներ։ Առաջին փուլում ինչ ուզել արել եք։ Հիմա 1 բառով պետք է հուշեք։ Պատրաստ եք այս դժվար ճանապարհ անցնել։ Մանավանդ որ ամուսիններ եք, պետքա կես բառով հասկանաք իրար տան մեջ։ Բայց հասկանում եք ընդհանուր օրվա մեջ իրար 1 բառով, կես բառով։
Ճիշտն ասեմ, չէ։ Չէ։ Իսկ երկու բառով գոնե։ 3-ից լավ հասկանում եմ։ 3-ից։ Իսկ ձեր մոտ կա արդեն այդ Տեսեք, առանց բառը երբեք լինում։ Երբեմն լինում։ Առանց բառը դե կռվել է նշանակում է լիքը բառեր ասել ու իրար չհասկանալ, դրա արդյունքում կռիվ, այսինքն չէ լինում է շատ էլ ասում ենք ու էլի բան չենք հասկանում։ Մեկ-մեկ լիգում միշտ չէ որ խոսքերը օգնում են, այո։ Ես դες մաղթում եմ այդ տարիների փորձը կիրառել մեր խաղում։ Քանի որ առայժմ չհաղթող թիմն է Գագիկը եւ Լիդիան, դուք պետք է սկսեք երկրորդ փուլը, պետք է որոշեք ձեզանից ով է սկսում, ով է վերցնում այդ պատասխանատվությունը իր վրա։ Ես կսկսեմ։ Հա։ Կարծում եմ հասկացել եմ, բայց մնում է կիրառեմ այդ մեկ բառ ասելը, չհամբեր։ Խնդրում եմ դուք չնայեք ինչ է գրված այնտեղ։ Երբ սկսեմ։ Սկսեք։ Սիրում եմ այս դեմքի արտահայտությունը։ Տուն։ Բնակարան։ Ոչ։ Դուք կարծում եք այդպիսի հեշտ բառ է այնտեղ գրված։ Դու ասեցիք հեշտ բառեր կան։ Խնդրում եմ փոխանցեք խաղակարտը Էվելինային։ Համաձայն եմ։ Կա էլի տարբերակներ կարող լինել։ Եթե հնչած բառերը ձեզ կօգնեն։ Առաջին բառս այդքան լավը չէր, համաձայն Հեչ եմ։ տուն չէր, հա։ Տունը կա։ Կապ կար, բայց կարա ուրիշ բառով ավելի մոտ լինեի։ Տունը մի հիշի, հավո ջան։ Մեկ բառով։ Ասա։ Դուք ունեք 4 վայրկյան։ Սեփական տուն։ Ոյ, չգիտեմ ուր են գնացել։ Բակ։ Ոչ, բակ, լուրջ մտածում եք, մենք հավաքվել ենք որ բակ բառը գրենք, այդքան հեշտ։ Կամ մանգալի ասե։ Այս չեն գուշակելու ոչ մեկը։ Ձեր վերջին հնարավորությունն է։ Մեր վերջինն է։ Այո։ Նայ։ Տուն, բակ, Տուն, սեփական։ Տուն բակ նայի։ բակ, տուն, բակ, Հենց հիմա բար։ Բար։ Ճաղավանդակ։ Ոչ, բայց ճիշտ բա։ Լի ես օրինակ ճաղավանդակը հրաշալի պատասխան էր, բայց ոչ։ Խնդրեմ։ Նենց բարդ բառ է իրականում։ Խնդրեմ։ Ես Չեն ապակենք այս բառը։ գուշակելու։ Բայց ում կան հեշտ ձեր։ Ասա կարող։ Էլիպսիացի, հա։ Էլիպտիասես թե։ Մի հատ կոնկրետ բան կա ասելու գոնե։ Գիտեմ։ Ինչ։ Կասեմ։ Չէ, այս խայտարակություններ էս բառը։ Խնդրում եմ դուք ունեք 4 վայրկյան։ Տուն, սեփական, ինչ ասեցի։ Բար։ Բար։ Բար ինչ որտեղ հա, հետարքիր բար կա։ Մտնել։ Տուն, Սեփական։ սեփական, Բար։ Բարելով մտնել սեփական տուն է տնի գրել։ մտնել, Դուք ունեք 3 վայրկյան Հովանես։ Տեսնենք այս բառը կգուշակեք։ Չեմ կարծում որ դժվար է Կնդալու կլինի որ ասի։ Ես կգնամ, ես դուրս կգամ։ Ես հաղորդում։ փապ, Ինչ։ փապ, Փա, ճիշտ է։ Ոչ, դարպասաձող։ Դարպասը հասկացել է, որ ասի բարելը Ձողը հասկացել է։ ձողը, հա, դե դրա համար ճաղավանդակ ասեցի։ Անկեղծ ինձ մի բան է հետաքրքիր, երկուսից ոչ ոք, չասեց ֆուտբոլ բառը։ հա։ Դարպասաձող։ Ֆուտբոլիստ թված սեփական տուն է, փապ ասա։ Չեմ հավատում որ ֆուտբոլ չհնչեց։ Ինձ թվում է Լիդիային ֆուտբոլ բառով չէի օգնի օրինակ ես, որովհետև հա գիտեմ որ ինքը Բայց չէր մտքովը գնա։ տանցել էր ֆուտբոլ։ Չէ, որ տղաս լիներ հա ֆուտբոլիստ ինքը կասեր, բայց չէ, ֆուտբոլ չէր անցել։ Իրականում դարպասաձող, դարպաս բառը հնարավոր կլիներ տենց հուշել էլի, բայց դարպասաձող չէր լինի մեկը։ Ափսոս, Հովանես, հերթը ձերն է։ Հա, վերցնեմ արդեն։ Հովանես կարող եք կարդալ բառը, խնդրում եմ Լիդիա դուք չնայեք բառը ինչ է այդտեղ գրված, շուտ չիմանաք, չմտածեք։ Իբարա։ Գտեք ամենալավ բառը բացատրելու այդ բարդ ահավոր դժվար բառը։ Հիվանդանոց։ Դե բնական հուշում է։ Բժիշկ։ Ոչ, հիշեք որ բարդ բառ է։ Կարող եք դուք ընթերցել այնտեղ գրված բառը, խնդրում փոխադրեք խաղակարտը։ Կարող եք հնչեցված բառերը բնականաբար ի օգուտ ձեզ օգտագործել։ Հիվանդանոց չի ասեցի, հիշում ես հիվանդանոց։ Բժիշկ եւ հիվանդանոց բառերն են հնչել։ Բոքս։ Հիվանդանոց։ Դե դուք կարծում եք մենք sense դաժան դիա հերձարան գրած կլինի։ Իմ մոտ ուղի կապ ունի, օրինակ հիվանդանոց ավտոմատ գնում ես բոքս, ուրեմն դիա հերձարան։
ընթացքը տարակ ապահովեցին։ Այնտեղ մտել։ Բավականին թեթև ապրող անձնավորություն է այս մեր։ Մենք պետք չի մեծ սպասելիքներ ունենալ, ամեն դեպքում պատրաստվի։ Բայց մոտ է, իրականում մոտ է։ Խնդրեմ, կարող եք եւս մեկ բառ հիշեք որ ձեր վերջին հնարավորությունն է։ Կարամ ասեմ, որ մոռանա այդ դիա։ Կարող եք իհարկե։ Այդ դիա մոռացի։ Հիվանդանոց, բժիշկ, բոքս, լանցետ։ Վիրահատություն։ Ոչ։ Աբսոլյուտ։ Խնդրում եմ։ Կարող եք մի անգամից ասել։ Վիրահատարան։ Ճիշտ է, վիրահատարան, բրավո, ինչ ափսոս, ինչ ափսոս։ Դες դիահերձարանն է, որ դրա համար։ Էդի եթե լավ չանցնի, հա։ Ես ուղղակի մի քիչ առաջ տվեցի դեպքեր, վիրահատեցի, բայց առաջ տվեցի։ Ասում եմ նայած ոնց անցնի։ Շնորհավորում եմ, դուք վաստակեցիք 3 միավոր, պետք է 2 վաստակեիք իրականում, բայց մի անգամից պատասխանեցիք առանց վերջին հուշման ու 3 միավոր ծափահարենք։ Ես շարունակենք, հերթը ձերն է։ Լիդիա, կարդացեք բառը եւ ձեր ամուսնուն հուշեք։ Մեկ բառով։ Հուշեք։ Լավ բառ անկել։ Անհայտ, Բաժանորդ։ Բրավո, անհայտ բաժանորդ։ Բաժանորդ։ Ես ինձնից գոհ եմ այս պահին։ Բոլորս են գոհ, 5 միավոր։ 3 վայրկյան ժամանակ։ Դուք հիմա գրեթե հավասարվեցիք նրանց, որովհետև նախորդ փուլից հետո լավ էլ գուշակեցին։ Ես գիտես որ բառն է որ ասեցի որ բառեր ասել իրար չհասկանալ, բայց կա մի հատ հայացք ու որը ժեստ չի, ուղղակի հայացք է, որը մենք չենք կարող չհաշվել։ Շնորհավորում եմ, բրավո, շատ լավ էր։ Հավես պետք է գուշակենք։ Եզրափակում ենք փուլը, կարդացեք բառը, այնքան էլ ոչ այնքան հավես բառ անկել։ Հա։ Բայց որ ուզենաք կկարողանաք։ Գիտելիք, Շտեմարան, Սկանդալ է սպասում, ես զգում եմ։ պետք է հիմա բացատրես։ նայում եմ Կարդացեք, խնդրեմ բառը, կարդացեք, եթե ձեզ կօգնի Հա, գիտելիք եւ շտեմարան բառերը կարող եք օգտագործել։ գիտելիք, Ակնոցը հանեց։ Գիտելիք, աղքատ, Ոյ։ 3, 2, գրող, ոչ։ Խնդրեմ, Էվելինա, ձեր վերջին հնարավորությունն է այս փուլում։ Բայց չէ։ ես ինձնից բան կախված չէ, ցավը տալեմ։ Գիտելիք ու գումար։ Գիտելիք, գումար։ Խնդրում եմ ասել։ Բրավո, հերիք է։ Շատ լավ հուշում է։ Հրաշալի հուշում է։ Գիտելիք եւ գումարը հրաշալի հուշում է։ Գիտելիք եւ գումար։ Հա։ Դասախոս։ Ոչ։ Եվ խնդրում եմ Գագիկ եզրափակեք այս փուլը, մեկ բառով հուշեք։ Ձեր կնոջը տեսնենք։ Հուշակեք այս։ հիշեմ որ բառերն էր եղել, Գիտելիք, գումար, գումար, աղքատ, ստանալ, վերջ, այլևս բառի իրավունք չունեք։ կաշառք, Ոչ, գիտելիք եւ գումար ամենալավը Էվելինան է բացատրել։ Գիտելիք եւ գումար կրթաթոշակ։ Ավարտվեց նաեւ երկրորդ փուլը, ինչը շատ հետաքրքիր էր։ Հայտարարեմ թե ինչպես ավարտվեց 8-0 հաշվով երկրորդ փուլում հաղթեցին Գագիկը եւ Լիդիան, ծափահարենք, հետ բերեցիք։ Ու հավասարվեց գրեթե խաղը մի փոքր էլ անցակ, ընկերներ, 22-21 հաշվով։ Հիմա արժևում են Գագիկը եւ Լիդիան։ Տեսեք ինչ հետաքրքիր խաղ է, բայց մենք ունենք երրորդ փուլում հեսա փոխվել։ Երրորդ փուլը իմ ամենասիրած փուլն է, ես միշտ ասում եմ, որովհետև այնտեղ մարդուն տալիս են ընտրության հնարավորություն։ Դուք կընտրեք թեմաներ ու կխաղաք ձեր իսկ ընտրած թեմաներով, իսկ թեմաները կիմանանք երրորդ փուլում։ Գնանք երրորդ փուլ։ Երրորդ փուլ։ Այս փուլում քարտերը բաժանված են որոշակի թեմաների՝ բուսական աշխարհ, ծիրկատին, ֆիլմ եւ մուլտֆիլմ։ Յուրաքանչյուր քարտի վրա 4 բառ են։ Մասնակիցը պետք է ընտրի թեման եւ 1 րոպեում իր թիմակցին բացատրի համապատասխան բառերը, չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն։ Եթե հաջողվում է 1 րոպեում քարտի բոլոր 4 բառերը բացատրել եւ ժամանակ է մնում, իրավունք ունի վերցնել հաջորդ խաղաքարտը։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Հրաշալի այսօր թեմաներ ունենք՝ ծիրկաթին, բուսական աշխարհ ու ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, բավականին դյուրին թեմաներ են, կարծում եմ, որտեղ այստեղ ավելի բարդ բաներ եղել են, ասացվածքներ կա, բան կա եւ այլն։ Հիմա պետք է որոշենք ով է սկսում, չհաղթող։
թիմից պետք է որոշենք։ Կամ դուք եք սկսում, կամ դուք։ Սկսի։ Իսկ ինչ թեմա եք ընտրում։ Ֆիլմեր եւ մուլտֆիլմեր։ Սկսում ենք երրորդ փուլը Էվելինայի հետ։ 1 րոպեն ես կտամ, դուք ընտրում եք ֆիլմ եւ մուլտֆիլմը։ Ես ձեզ մաղթում եմ լավ խաղ, իմ ամենասիրած թեման եք ընտրել։ Տալիս եմ 1 րոպե։ Հիշեք, որ 4 բառ գուշակելուց հետո կարող եք հաջորդ խաղակարգը վերցնել։ Ամեն ինչ արեք, որ կանոնների մեջ լինեք։ 1 րոպեն սկսված է։ Սեղան, ինչ, որի վրա նստում ենք։ Աթոռ։ Դրանից առաջ թիվ, ֆիլմը ներկայացում է Ռեկորդ Մարգարյանը իր վրա բերել։ 12 ստուդիո 10։ Այո, ճիշտ է։ Մենք ինչ ենք նստում բան մեքենա, որ նստում ենք, գալիս ենք ասում ենք հանրային հեռուստաընկերություն։ Ինչ է դրա անունը։ Տաքսի։ Ճիշտ է։ Երեք ասում էիր, որ իրան նորն է դուրս գալու։ 2 բառից է կապը։ Լուսին չէ։ Արև։ Աստղ։ Ահա, ինչ։ Ու որ կռվում են իրար հետ այլ կերպ։ Աստղային պատերազմ։ Այո, ճիշտ է։ Հիմա մենք ունենք իրանով մուլտֆիլմ, բայց այս կոնկրետ հերոսի մասին է։ Դանի Սոսկայի վրա մի հատ կենթանի կա է։ Պինգվին։ Ահա անունը Պինգվին։ Հաղթանակին այլ կերպ ոնց ենք ասում։ Չէ, թարգմանություն է դառնում։ Պինգվին աշեն։ Չէ։ Ասաց Լիդիան։ Պինգվին։ Պինգվին է, շարունակեք։ Դե եթե Լիդիան որոշել է օգնել, ես այստեղ խնդիր չեմ տեսնում։ Ստոպ, ափսոս։ Դուք միշտ անցնում եք երկրորդ խաղակարգին ու չեք հասցնում գուշակել։ Շատ ապրեք, մի խաղակարգ լրիվ գուշակել եք 4-ից 4 միավոր, շատ լավ է, ափսոս երկրորդը չհասցրեցիք գուշակել, բայց ոչ ինչ, սկզբի համար հրաշալի է։ Ուղղակի անցնում ենք հակառակորդ թիմին, Գագիկ, ընտրեք թեման։ Բուսական աշխարհ։ Դե ինչ, սկսենք, Գագիկ, դուք ունեք 1 րոպե, մաղթում եմ լավ խաղ, լարեք ձեր ուշադրությունը, սկսեցինք։ Այ։ Զարդարում ենք նոր տարուն։ Տոնածառ։ Երևնի։ Ապրես։ Տանձի մյուսը։ Դեղց, խնձոր։ Ահա, որը աճում է ոչ թե ծառի վրա, այլ գետնախնձոր։ Ճիշտ է, բրավո։ Ուրիշ ձև կարող եք բացատրել, եթե գտնեք։ Ես ճիշտ ասած լսել եմ, բայց չգիտեմ ինչ է։ Լավ, վերջը բացատրեք։ Այրվել։ Ահա։ Օրինակ ծառը, որ այրվում է կամ չէ։ Ինչա դառնում։ Դրանից հետո, այսինքն ինչա դառնում։ Մյուսը, ածուխի մյուսը։ Այսինքն ածուխ ավելի մանր դրա տարբերակ, ավելի մանր տարբերակ։ Այո, մոխիր, ճիշտ է։ Եվ երրորդ բառը։ Կարծում եմ ինքը ծակում է երևի էտա թարգմանաբար չգիտեմ։ Կրապիվա։ Չգիտեմ։ Չեմ կարող։ Նայ, ես հիմա ինչ տղամարդ եմ համարվում։ Ինքը գիտեք որ ծաղիկն է, ինքը գիտեք որ ծաղիկն է։ Այն որ լյուբիկն ի լյուբիտ են անում, սիրում է չի սիրում։ Սկիզբը։ Ստոպ։ Երիցուկ։ Ծափ արենք, լավ խաղացիք։ 3 միավոր վաստակեցիք, շատ լավ է, շատ լավ խաղ ենք անում, ընդհանուր առմամբ միավորների տեսքով շատ հետաքրքիր պայքար է, հավասար պայքար է։ Հովհաննես, հերթը ձերն է, ընտրեք թեման։ Ինչ թեմա ընտրեմ։ Որոշի։ Ֆիլմեր, երևի մուլտֆիլմեր։ Էլի ֆիլմեր, մուլտֆիլմներ։ Ասեցի Էվելինեն։ Որոշիր։ Շատ լավ ֆիլմեր կան գրված մեզ մոտ, շատ լավ ֆիլմեր։ Ես ես տալիս եմ 1 րոպե ու մաղթում լավ խաղ։ Սկսեցինք։ Շահբազյանն է նկարել, Խորն Լևոնյանն է խաղում, պատերազմի մասին կինո է։ Ոչինչ չի մնա։ Չէ։ Որ սա գիտենք Քեժիշյանն է նկարել, բայց Շահբազյանն է նկարել։ Մի վախեցիր։ Ճիշտ է, բրավո։ Վանայինք 4 պարանորմալ երևույթների հետ կապված կոմեդիա է, որը ռիմեյք արեցին այս վերջերս։ Դու ինչից ես վախենում։ Չէ, դու ինչից ես վախենում։ Հոգիներից։ Ահա, որ գնում են հրացանով եղնիկին կրակելու, ինչ այդ կոչվում։ Ահա, հիմա հոգիների որս, որսյալ հոգիները։ Ոչ։ Լավ, հաջորդ բառը, եթե չի հաջորդ ֆիլմը, որսյալ հոգիները։ Լավ ֆիլմի անունը։ Հայ ռեժիսորներ, ոգեշնչ պետք է հոգիների որսորդը, որ լավ։ Մյուսը ասա չենք ասում։ Ոյ, ափսոս։ Տանուլ եք տալիս, գնացինք։ Երբ որ ասենց ազնվական կինա լինում, ինչա ինքը, ինչա կոչվում, ինչա իր անունը կոչվում։ Ստոպ, ավարտեց։ Իմ չկնախ լեդի։ Իսկ ուրվական որսացողները դուք չկարողացաք։ Հա, Մեկ միավոր վաստակեցիք, բայց եկեք ոգեշնչենք մեր հակառակորդ թիմին ոգեշնչենք։ Ծափը հարենք, ամեն դեպքում մեկ միավորը նույնպես միավոր է, հերթը ձերն է։ Լիդիա, ընտրեք թեման։ Տարբերվելու համար ծիրկաթին։ Ծիրկաթին եք ընտրել, ես ես տալիս եմ 1 րոպե ու վստահ եմ, որ լավ եք խաղալու։ Գնացինք։
կանարներ, Մալդիվներ, դրանք ինչեր են փոքրիկ։ Okay, Դրա կարճը։ Կարճը։ Կղզի։ Ուրեմն Ծաղկաձորից առաջ որ քաղաքն է։ Բանը, որ չգիտեմ։ Գետել կա տենց։ Հա, հացել կա, հացել։ Ես խաղում եմ հիմա տղամարդու ինչ, անունը ինչ է այդ տղու։ Այդ տղուան ինչ որ Շեքսպիրն ա գրել։ Չարենց։ Ինչ ենք խաղում։ Շեքսպիրն ա գրել, ես եմ խաղում։ Լինել թե չլինել, այստեղ։ Ես տենց եմ ներկայացրել իրան։ Լինել թե չլինել ով է։ Գլխավոր հերոսը։ Համլետը։ Ահա, այդ տարով սկսում եք քաղաքը։ Սկսում եք քաղաքը որտեղ որ Ծաղկաձորից առաջ։ Սխալվում եմ, էսպեսի։ Հաց կա տենց, հաց կա այդ անունով։ Հրազդան։ Այո, Հրազդան։ Պապին որտեղ է ապրում հիմա։ Հիմա չգիտեմ, Լապլանդիայում եմ արել։ Ճիշտ է, երրորդ բառը։ Արևի ինչա որ Ստոպ։ Ճիշտ է։ Հաշվում եմ ճիշտ պատասխան։ Տնաշեն։ Հիմա որտեղ է։ Ես որ Ասում ցավան էի ուզում Շեքսպիրը որ գրել է, Չարենց Հավան։ Շեքսպիրը հենց չէի ֆիքսել, հենց ընդեղ էի որ Սևանից առաջ ցավան։ Քաոս էր, բոլորը ճնշում են գագին։ Այդտեղ ասում հաց կա։ Դες հաց կա։ Բայց լավ էր, շատ հավես էր։ 4 միավոր վաստակեցիք վերջին բան ճարագայթն էլ ասեցիք զենց ընկերական ֆոնդին գնաց այդ ամեն ինչը։ Եկեք ծափարենք, լավ խաղացինք նրան։ Շարունակում ենք, առաջին շրջանը ավարտեցինք, դուք ունեք դե բնականաբար երկրորդ հնարավորությունը Սերամոսում բացատրելու, ընտրեք թեման։ Կրկին ֆիլմեր եւ Դու էդի արա, ես մյուսը կընտրեմ։ Ֆիլմ եւ մուլտֆիլմ, մաղթում եմ հրաշալի խաղ, դուք ունեք 60 հատ 1 վայրկյան։ Արմանի ինչն է։ Եղբայր։ Ահա։ Հիմա երկու ինչ եղբայրներ։ Հայկական ֆիլմ։ Վիլյամ Սարան եղբայրն է։ Ճիշտ է։ Պրես, լսի, մենք ինչ լիճ ունենք օպերայի մոտ։ Կարապի։ Ահա, սպիտակ չէ։ Սև կարապ։ Ճիշտ է։ Հունաստանում Աթենք։ Չէ, ինք ինչ որ չեմ նայել այս ֆիլմը։ Լավ, ես էլ չեմ նայել, ինքը մարտաֆիլմ է, ինչ մարտաֆիլմ կա։ Օլիմպ։ Չէ։ Օլիմպ շարունակություն կա։ Օլիմպիկոս։ Այո, ճիշտ է։ Մարտաֆիլմ է ինքը, ճիշտ եմ ասում։ Երկրորդ ֆիլմը մարտաֆիլմ չի, ֆանտաստիկայի ժանր է։ Չեմ նայել։ Բայց դու նայել ես իրան։ Ինքը Ծիրանի ինչ կա որ ուտում ես կարագի վրա։ Չէ, Ծիրանի ինչն է սկսում կարագի վրա ուտում։ Ահա, հիմա դրայով է սկսում ֆանտաստիկ։ Չէ, մի անուն է։ Մանկության կինոներից։ Ֆանտաստիկ ֆիլմ է, երեխաները որ գտնում են։ Ջումանջի։ Ճիշտ է, ստոպ։ Ես հուշեցի, օգնեցի վերջի պահին ու ժամանակը ավարտվեց։ Էդի չէ շարժվա։ Չէ, մենք հաշվում ենք դա ճիշտ պատասխան, դուք վաստակեցիք 4 միավոր։ Հետո ինձ բոմբոներ կա։ Այո, բոմբոներ կա եւ մի փոքր կոնյակով կգաք։ Ինձ էլ կկանչեք։ Գագիկ հերթը ձերն է, ընտրեք թեման։ Բուսական աշխարհ։ Բուսական աշխարհ։ Դուք ունեք 1 րոպե ժամանակ, սկսեցինք։ Okay։ Ինչ է լինում, երբ որ գնում ենք շորեր առնելու կամ ինչ որ գնումներ կատարելու, ինչի պատճառով էին գնում, երբ որ հայտարարվում էր ինչ։ Եվ ասում են թեժ ինչ։ Թեժ ինչ էր, թեժ ինչ որ առաջարկում են, որի պատճառով։ Դրակցիա։ Այդ բառի նման է շատ։ Այդ բառի նման։ Ակացիա։ Ճիշտ է, բրավո, շատ լավ բացատրեցիք։ Խնձոր։ Ճիշտ է։ Ինչ ծաղիկներ են լինում, որ երկար ժամանակ մնում է ինքը։ Դաշտային։ Չէ, որ երկար ժամանակ ինքը մնում է որպես թարմ։ Ինչ ծաղիկ։ Ծաղիկ։ Չէ։ Այն որ մարդուն ասում են ջահել ես մնացել ինչ որ երկար ժամանակ չի, այսինքն մնում է շատ թարմ։ Ինչ ծաղիկ է ինքը վերջի բացատրի, վերջի բառը գոնե բացատրի, ավելի հեշտ բառ կա այնտեղ։ Զբոսայ։ Ավելի երրորդ բառը բացատրի։ Հասկացա։ Ինչ ծաղիկ որ չի, որ երկար է մնում թարմ, ինչ ծաղիկ երկու բառով այսինքն։ Ուրիշ ինչ կարաս ասել այդ ծաղիկի վերաբերյալ։ Անթարամ ծաղիկն է։ Ասեր վերբարազների։ Անարարիրարա։ Երկար մնում է թարմ։ Այդ երկը գիտեք, եկեք բոլորով երկենք այդ երկը։ Ծաղիկներ, Անհամաձայնությունից զայնս բարակեց։ Չես եկում։ Չեն լսում ախավի։ Կարևորը դուք այնքան չներվայնանաք, որ թարամ եք։ Միշտ մնացեք ցենց անթարամ։ Ծափահարենք։ Լիդիային եւ Գագիկին ծափահարենք։ Դուք ունեք վերջին շանսը։ Թեմա ընտրելու, խնդրեմ։ Բույսեր, հա։ Լավ։ Բուսական աշխարհ։ Չեմ չարաշահում ձեր համբերությունը, 1 րոպեն սկսված է։ Ինչ են
տնկելու կասկադում։ Ճապոնական բաներ է, ծառեր է, բայց սպիտակ։ Չեմ հիշում։ Ինչեր է։ Մեր ընկերոջ անունը ի՞նչ է։ Ավոյի ընկերոջ անունը ի՞նչ է։ Կյաժմազերով։ Սակո։ Ինչ են տնկում հիմա Երևանում։ Ծառը։ Սակոին եթե չեմ Սակուրա։ Ճիշտ է, այո։ Հաջորդ բառը։ Ինչի կատով բան ես դու խմում կոֆե։ Կարճ, կոկոս, հələ, բան գնացինք։ Երկրի ինչը։ Ընդերք։ Ծառը որ չորանում է, ինչ է այդ դառնում։ Չէ, ինչ է։ Լավ։ Սպասի, կենտանի օրանգուտանը ինչ է։ Կենտանի է, վայ։ Օրանգուտանը հեսա կոմենտներով կգրեն։ Կնեղանան բոլոր օրանգուտանները։ Կենտանի է մարդու նման, բայց կենտանի, ինչ է այդ կենտանու անունը։ Կապիկ։ Հիմա դրա առաջի տառով է էսի սկսվում։ Ինչեր մի հատ է ասա։ Խմորեղենը կան, օր տարվան սեղանը։ Կոճղ։ Ես ուզում եմ ասեի դագաղ։ Այսօր քո մտքերը ինչ բա։ Օրանգուտանը դագաղ։ Մեղավոր չեմ դի ծառեր։ Ասենք, բայց ինչի պիտի բուսական աշխարհի մեջ լինի դագաղ, ես Փայտից է, չէ։ Ասում օրանգուտանը ինչ ասում է փիղ։ Շատ լավ խաղացիք, 3 միավոր վաստակեցիք, շնորհավորում եմ։ Եվ եզրափակում ենք երրորդ փուլը, Լիդիա, ընտրեք թեման։ Ֆիլմերը կարող եք Քննարկեք, կարող եք քննարկել։ Ֆիլմեր եւ մուլտֆիլմը կարող է Բանը կարևոր չի։ Քանի միավոր։ Ֆիլմեր չեն Արի կարել։ եկել եմ գնացինք։ Հետաքրքիր է։ Դուք ունեք 1 րոպե ժամանակ, սկսված է։ Ուրեմն եգիպտական թեմայա, որը թաղում են ու ինչ են անում փարավոններին, կինոյի անունը։ Այո, մումիա, ճիշտ է, շարունակեք։ Փոքր ժամանակ երեխեն շատ է նայել այդ մուլտիկը, փոքր աղջիկա եւ մեծ կենդանի։ Красавица чудо։ Չէ, ռուսականա։ Ֆիլմա։ Չէ, մուլտիկա։ Վայ, հաստատ գիտես։ Վայ, Այն որ երկու բան են նայում։ Մեծ կենդանի ասում էի Սամվելն է նման։ Սամվելը մեծ Ալինքի ցվիտոկ։ Չէ, ասում եմ փոքր աղջիկա, կոլոտ, կուտուրիկ աղջիկա։ Ուրիշ բառ բացա։ Մեծ կենդանի, որը որ Ուրիշ բառ։ Հայկական ֆիլմ է, որը ունի աղջիկա անուն Ստյոպի։ Աղջիկա անունն է։ Ստյոպի։ Ստյոպի։ Stop։ Ուսմնա, էջ խոսա։ Լսի, Էջ խոսա։ հարազը տախպորը սանում ես ճոպ, ավտոմատ գնացի ճոպը ինչ կա։ Աղջիկա անունն է։ Ստյոպի։ Երկու մուլտֆիլմ կա։ Երկու մուլտֆիլմ։ Մեկը էսա, Baby Shark tuk tuk tuk, մեկը էտա, մյուսը Մաշան եւ Արչը։ Հա։ Այս փուլում հաղթեցին Էվելինան եւ Հովանեսը։ 12-10 հաշվով։ Երրորդ փուլում պատկերը փոխվեց 33-32 հաշվով։ Հաղթում են այս պահին Էվելինան եւ Հովանեսը։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ամեն փուլում մի միավորով դուք անցաք ու մենք ունենք արժեվում եզրափակիչ ու սենց պայքարով եզրափակիչ գնալը դա մի հատ հրաշք է։ Բայց քանի որ ունի խաղը կանոններ, եզրափակում ընդամենը թիմից մի հոգի կարա մասնակցի, մեկական մասնակից, այնպես որ որոշեք ձեր թիմից ով է գալիս եզրափակիչ եւ որոշեք ձեր թիմից ով է գալիս եզրափակիչ։ Ինձ թվում է 6 հավան գնա, ինչ կասես։ Ես հավատում եմ քեզ, դու Ինչ լավ կապես դու ես ավելի ճիշտ։ Այսենց միշտ ընդառաջեք ձեր ամուսիններին։ Հիմա նենց եմ անում որ Գագիկը գնալի։ Հա, որ կին տղամարդ հավասարությունը պահպանենք, էլի կմասնակցեն Հովոն եւ Լիդիան։ Տեսեք ինչ լավ զույգեր ունենք, ինչ զիջող ապրեք Էվելին, ապրեք Գագիկ, որ ընդառաջեցիք ձեր կողակիցներին։ Դե ինչ գնում ենք եզրափակիչ 33-32 հաշվով պատկերացնում եք ինչ եզրափակիչ եք դիտելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եք դիտելու այնպես որ մի փոխեք ալիքը ու եկեք եզրափակիչ Մենք եզրափակում ենք 33-32 հաշվով առայժմ արժևում են Հովանեսը եւ Էվելինան, բայց դա ոչինչ այս բանը չի նշանակում, որտեղ մենք ունենք եզրափակիչ, որտեղ կարող եք վաստակել առավելագույնը 15 միավոր, այսինքն հարցին 3 միավոր եք ստանալու, այնպես որ տեսնենք ով է այսօր հաղթելու, շատ լավ խաղ եք ունեցել, շատ պոզիտիվ, շատ հետաքրքիր, մաղթում եմ լավ եզրափակիչ ձեզ, հիմա ձեզ կանոնները կասեմ ու կսկսենք 1 հարց 7 վայրկյան 3 պատասխան։ Մասնակիցներից յուրաքանչյուրի համար հնչելու է 5 հարց, որոնցից յուրաքանչյուրին պետք է տալ 3 պատասխան 7 վայրկյանում։ Ամեն հարցին 3 ճիշտ պատասխան տալուց թիմը վաստակում է 3 միավոր։
Հիմա պետք է քար մկրատ թուղթի շնորհիվ, քանի որ վարպետը ձեր մեջից Գագիկն էր, ինձ թվում է դուք էլ վաճ, բայց բարդվեց։ Հիմա տեսնենք, կարող է դուք եք վարպետը, որ ոչ մեկ տեղակ չի։ Քար մկրատ թուղթի շնորհիվ հաղթողը կորոշի ով է սկսում եզրափակիչը, խնդրեմ։ Օ, դուք գիտեք Գագիկն է վարպետը Լիդիան է, ընկերներ այնպես որ որոշեք, դուք եք ուզում սկսել, թե կփոխանցեք։ Փոխանցեմ։ Ձեր կարծիքով դա բարի կամքի դրսևորում է, թե հակառակը եւ դիպլոմատիա։ Այո, կանակ այդպեսին են ինչ որ բան են անում ու դու չես հասկանում ինչի արեցին։ Բայց հեսա կհասկանանք, որտեվ դուք եք սկսում եզրափակիչը, ես դες մաղթում եմ լավ խաղ, Հովհաննես։ Եվ խնդրում եմ արագ կկողմնորոշվեք, որ կարողանաք միավորներ վաստակել։ Սկսեցինք։ Թվարկի 3 մարզ կենտրոն Հայաստանում։ Շիրակ, Մարզկենտրոն։ Ստոպ։ Գյումրի, Շիրակին է։ Գյումրին է։ Գյումրի, ահա, Լորին է Վանաձորը։ Թվարկի 3 աղցան։ Ամառային, հունական, կեսար։ Բրավո, այո, ուտող խմող տղա է երևում է, ախորժակս բացա, բայց ես հունականն եմ այդտեղից սիրում։ Ուտում եմ սկսում եմ պարել, տարամ տան տան տան։ Լավ, շարունակում ենք։ Թվարկի 3 բան, որոնցով հպարտանում ես։ Տղաս, կինս, մասնագիտությունս։ Շատ լավ պատասխան էր, ապրեք որ հպարտանում եք համ ձեր ընտանիքով, համ ձեր մասնագիտությամբ։ Ահա, շարունակում ենք։ Թվարկի զայրույթն արտահայտելու 3 միջոց։ Հայհոյանք, շատ լավ եք հարված, Ստոպ, ափսոս, գոռալ, ինչու չեք ասում գոռալ։ Հայհոյանք է։ Որտեվ կարող ես գոռալով հայոյել եւ բայց երևում է դուք ջղայնացող մարդ չեք, ավելի հավասարակշռված եք, դրա համար էլ չգուշակեցիք։ Շարունակենք եւ վերջին հարցը։ Թվարկի ծովափնյա 3 քաղաք։ Մայամի, Սոչի, Մալդիվներ։ Ստոպ։ Ոչ, Մալդիվները պետություն է։ Ծովափնյա քաղաք չէ։ Կարող եք ասել Բարսելոնա օրինակ։ Ինչու չասեցիք։ Լեզվից ծերին է։ Շարունակում ենք եզրափակիչը։ Լիդիա լարվում եք։ Իհարկե։ Ինչու՞ դուք խաղը լավ եք խաղացել։ Քարմկրատ թուղթը լավ եք խաղացել։ Դե բայց պատասխանատվությունը մեծ է։ Ես ձեզ մաղթում եմ լավ խաղ, կողմնորոշվեք։ Սկսեցինք։ Թվարկիր 3 գյուղ Հայաստանում։ Աղցք, Բյուրական, գյուղ։ Ստոպ, գնացինք։ Թվարկիր խորհրդային տարիներին ստեղծված 3 մուլտֆիլմ։ Բրեմինսկի մուզիկանտի, Զոլուշկա եւ Մատնաչափիկը։ Ճիշտ է։ Շարունակում ենք երրորդ հարցը։ Թվարկիր 3 բան, որ կարող ես նկարել։ Աչք, ոտ, քիթ։ Չորրորդ հարցը։ Թվարկիր գինու հետ մատուցվող 3 ուտեստ։ Պանիր, խաղող, ուտեստը, վայ, գինու հետ ինչ էր մատուցում։ Ստոպ, պրոշուտո, մեղր, չորահաց։ Որնա խաղող չէ, որտեվ խաղողը ահավոր է գինու հետ։ Հա։ Խաղողից է գինին։ Հասկանում եք, չէ՞ որ խմող չեմ։ Եվ վերջին հարցը, Լիդիա։ Թվարկիր 3 գրքային գրական հերոսի անուն։ Համլետ, Մակբեթ, Օթելլո։ Այո, գրքային է, ինչ ոչ ծափահար ենք Լիդիային ճիշտ պատասխանի համար։ Ահա, ես արդեն գիտեմ ինչպես է ավարտվել այս փուլը։ 9-6 հաշվով առջևում է Լիդիան, ծափահար ենք։ Իսկ ընդհանուր խաղի հաշիվն է 41-39 օգուտ Գագիկին եւ Լիդիային։ Ի վերջո եկան անցան, ավակ սերունդը հաղթեց։ Այո, շատ լավ խաղ էր, իսկապես շատ լավ խաղ էր։ Այլ կերպ ընկերության կողմից մենք ձեզ ուզում ենք նվիրել հավես նվերներ, որը որ մենք վերջում ենք տալիս, տեսախցիկների առջև չենք տալիս, բայց դուք կարող եք հետո դա story անել, ցույց տալ, որ չենք խափում, արդար է ժողովուրդ ջան, հասկանում եք։ Շնորհակալություն շատ, մերսի։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող ուզում եմ ասեմ հրաժեշտի խոսքեր։ Իմ ուղին միշտ մթին մենավոր կգնան իմ դժկամ ցավի հետ։ Ահա մի հատված Վահան Տերյանի հրաժեշտի խոսքերից։ Իսկ ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, որովհետև կհանդիպենք հաջորդ ուրբաթ։ Շնորհակալություն։ Եթերում այլ կերպներ։ Շատ լավ եք խաղացել։ Ապրեք։
Ես Շատ ապրեք։